Վանաձորցիներ ձյան, ողջույն։ Հեռախոսի լույսերը վառենք ու նկարվենք։ Սամվել, վարչապետ։ Տեսարանը ուղղակի հրաշալի է։ Սիրելի վանաձորցիներ, Հայաստանի ամենաբարի, ամենաներող ու ամենահիշող ժողովուրդ։ Ես ուրախ եմ այսօր գտնվել իմ մարզի մարզկենտրոնում, ձեր հետ միասին, և պատմել մեր մի քանի ծրագրերից, ինչ ենք մենք առաջարկում ու ինչպես են մեզ պատասխանում մարդիկ։ Մենք առաջարկում ենք մեր երկրի Վանաձորի համար, որ վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Ինչ են մեզ պատասխանում։ Ասում են, չէ, դուք սխալ եք անում։ Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել։ Ասում ենք, այ ձեր ցավը տանեմ։ Ասում ենք, գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն։ Ասում են, Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայ է ապրել։ Ժողովուրդ, այս երկու բանը իրար հետ ինչ կապ ունի։ Ասում ենք, մի վատ բառերով խոսացեք Հայաստանի քաղաքացիների հետ։ Մի վատ բառեր ասեք մեր եկեղեցուն։ Մենք գնում ենք եկեղեցի, մեր աղոթքն ենք կարդում, մեր եկեղեցին է։ Ինչ են մեզ պատասխանում։ Մի խառնվեք մեր գործերին, թե չէ ես կանենք, են կանենք։ Ժողովուրդ, ինչ պետք է անեն։ Ինչ պետք է անեն իրանք։ Մեր եկեղեցու գործերին շատ են ուզել խառնվեն։ Այսօր Ավարայրի ճակատամարտի օրն է։ Հազարավոր տարիներ առաջ հայերը Ավարայրի դաշտում ապացուցեցին, որ եկեղեցու գործերին խառնվելը լավ գաղափար չի։ Իհարկե հայ ժողովուրդը մի բան է բաց թողել ընդեղ, մի բան չի եղել ընդեղ, ցավոք ընդեղ չի եղել Սուրեն Պապիկյանը։ Եթե լիներ, ինձ թվում է պարսիկների բանը բուրդ էր։ Ու փղերինը։ Որտեվ այդպիսի զորահրամանատար հաստատ ցույց էր տալու իրան։ Վանաձորցիներ ջան, մենք պետք է ուժեղ երկրում ապրենք իրար հետ։ Մեր այս աղքատությունը, Վանաձորի իջնող բնակչությունը մեզ սազական չի։ Վանաձորը ամեն տասնամյակ բնակչությունը շեշտակի անկում է ապրում։ Մարդիկ չունեն աշխատանքի զբաղմունք։ Չկա զարգացում, կա ասֆալտ, չկա զարգացում։ Մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր։ Վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը։ Էդ է ծրագիրը, աշխատատեղեր բոլորի համար։ Հարգված, լավ ու չպառակտված միջավայր մեր հայրենիքում, որ իրար լավ տեսնենք, իրար քաղցր տեսնենք։ Ինչ եք կարծում, արժի։ Թե թողենք նույնը մնա, հելնի ձին նստի սկսի մարդկանց վիրավորել։ Ոչ, դե իրար հետ, ժողովուրդ ջան, իրար հետ, շնորհակալ եմ բոլորից հետ, որ ներկա եք այսօր այստեղ։ Ցանկանում եմ, որ իրար հետ այդ փոփոխությունը բերենք, խնդրում եմ, բոլոր հետ գնացեք ընտրատեղամաս, կատարեք ձեր ընտրությունը, ով չի գնում ընտրատեղամաս, ձայնը գնում է Նիկոլին, եթե չես ընտրում, ձենդ գնում է Նիկոլին, Փաշինյանը գնում է Ալիևի մոտ, Ալիևը ինչ դնում է իր դեմը, ինքը համաձայնվում է և վերջի պայմանը դնում է ադրբեջանցիների գալը։ Համաձայնվում է, հելնում ենք քաղաք, տեսնում ենք բեղերով մարդիկ են շրջում մեր քաղաքում։ Լավ միտք է, չէ, դրա համար բոլորս իրար հետ գնում ենք ընտրության, մերժում ենք այս մարդկանց, համերաշխություն ենք տարածում մեր հայրենիքում, սեր, համերաշխություն ու բերում ենք մեծ փոփոխություններ մեր երկրում, որպեսզի իրական զորավարը, իրական հրամանատարը, ինչպիսին է մեր Կանդազը, լինի բանակում, իրական պատմության դասատուները լինեն պատմության դասատու ոչ թե բանակում և իրական գործարարները զարգացնեն Հայաստանը, քաղաքապետերը լինեն քաղաքապետ, լրագրողները լրագրող, հացտուխը հացտուխ, ոչ թե խառը,
Շնորհակալ եմ բոլորիցդ։ Շնորհակալ եմ։ Առաջ դեպի ուժեղ Հայաստան։ Փոփոխությունների համար։ Փոփոխությունների համար։ Շնորհակալ եմ։